Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ձեզ հետ է Էդվարդ Անտինյանը։ Ողջունում եմ ձեզ Համայնքահայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր հուլիսի 18-ն է 2026 թվական։ Թիվ 1 իրադարձությունը հիմա ուկրաինական ֆրոնտում է, որով պայմանավորված է նոր աշխարհակարգը, այնպես որ նայենք ինչ է տեղի ունենում։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հաստատել է, որ ուկրաինական ուժերը նպատակային հարվածներ են հասցրել Ռուսաստանի Մոսկվայի և Տամբովի մարզերում գտնվող Վայլդբրիս պահեստներին, պնդելով, որ դրանք օգտագործվել են ռազմական լոգիստիկ նպատակներով։ Ի պատասխան Ռուսաստանի կողմից Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքների, մեր քաղաքների և համայնքների վրա իրականացվող հարվածների խոցվել են երկու խոշոր լոգիստիկ օբյեկտներ Մոսկվայի և Տամբովի մարզերում, ճակատային գծից ավելի քան 500 և շուրջ 700 կմ հեռավորության վրա։ Դրանք ագրեսորի կողմից օգտագործվում էին անօդաչու թռչող սարքերի արտադրության համար, նախատեսված պատժամիջոցների տակ գտնվող բաղադրիչների և նավիգացիոն սարքավորումների մատակարարման նպատակով։ Բացի այդ, խոցվել է նաև նավթային օբյեկտ, գրել է Զելենսկին։ Հիմա նայենք ինչ է կատարվում։ Մոսկվային հասցված հարվածները շատ ծանր են տանում Ռուսաստանում, ինչի համար, որովհետև ամեն ինչ հիմա անում են Մոսկվայի համար, Մոսկվան պահելու համար, որպեսզի խուճապ չառաջանա, նույնիսկ արդեն արբանյակային նկարներով ֆիքսել են, որ ռուսական Բևեռայի հյուսիսային բևեռի տարածքների և հեռավոր հյուսիսի տարածքների բոլոր հակաօդային պաշտպանության համակարգերը հանվել են և տեղափոխվել են Մոսկվա։ Այսինքն մոտավորապես այսպես ասենք, եթե մորթին ուսը գցած նիզակով մի հատ երիտասարդ ուզենա ռուսական տարածքներ մտնի, քայլելով կգա կմտնի, բան չեն թողել, լրիվ հետ են քաշել, ժողովուրդ ջան։ Էդ ամեն ինչը ֆիքսվում է, չէ՞։ Ու ինչ է ստացվում։ Այդ ամեն ինչը անելու պարագայում արդյունքը տեսեք որն է, Մոսկվան հարվածներ է ուտում։ Հիմա, քանի որ մենք պարբերաբար խոսել ենք այն մասին, որ ուկրաինական պատերազմի արդյունքում ունենալու ենք նոր աշխարհակարգ, որ շատ կարևոր է, որ մենք լինենք հաղթողի կողմից, և շատ կարևոր է, որ մենք անգամ ակտիվ չեզոքություն պահպանելու պարագայում անգամ կարող ենք լինել հաղթողի կողմից, որովհետև հանի որ հաշվի են առնում, որ ռուսական ազդեցությունը Հայաստանի վրա մեծ է, եթե մենք նույնիսկ Ռուսաստանի նկատմամբ չեզոքություն պահպանում ենք, այդ բավարար է, որ դա մյուս կողմից դրական նկատվի, ոչ թե խաղեր տան Ռուսաստանի հետ։ Եվ ինչու համար է դա շատ կարևոր և Հայաստանի համար և աշխարհի համար։ Չմոռանանք, որ 2004 թվականին Վլադիմիր Պուտինը հանդես եկավ սեպտեմբերին, երբ որ Բեսլանի վրա ահաբեկչական հարձակում եղավ և հետո շատ ծանր կորուստներով, զոհերով և այլ կարողացան այդ ահաբեկչության ակտը կանխել, Պուտինը ելույթ ունեցավ ու ասեց, որ պետք է խստացնել, կենտրոնացնել իշխանությունը, փորձեցին արդեն նահանգապետերի, մարզպետերի ընտրությունները վերացվել, նշանակովի դառնան, մի խոսքով ժողովրդավարության այն չնչին բաներ էլ որ մնացել էր, էդ էլ կենտրոնացվեց Պուտինի ձեռքում, որ դա բացատրում է, ասում է այլապես Ռուսաստանը կքայքայվի։ Հարց է ծագում 2004 թվականին ոչ Ռուսաստանը հարձակվել էր Ղրիմն էր գրավել, ոչ էլ մտել էր Ուկրաինա, 2004 թվականին Պուտինի պաշտոնավարման 4-րդ տարում, ինչի է Ռուսաստանի քայքայման վտանգ։ Ոչ, իրան պետք էր իշխանությունը կենտրոնացնել, որովհետև հասկանում էր ժողովրդավարական Ռուսաստան գոյություն ունենալ չի կարող։ 17.2 միլիոն քառակուսի կիլոմետրի վրա 140 միլիոն բնակչով, որտեղ միջի 1 քառակուսի կիլոմետրի վրա 8 մարդ է ապրում, իսկ որոշ տեղեր, եթե նայեք, տասնյակ կիլոմետրերով մի մարդ չի ապրում, ֆիզիկապես չեն կարողանում պահել այդ երկիրը։ Դրա համար մտածում են պետք է իշխանությունը գերկենտրոնացնեն, բայց երբ որ իշխանությունը գերկենտրոնացնում մեզ, այդ պետությունը դառնում է ոչ կենսունակ։
Եվ այդ պետությունը դառնալով ոչ կենսունակ հենց արժանանում է խորհրդային միության բախտին։ Շատ երկար ժամանակ մեկ կենտրոնից չես կարող պահել պետությունը։ Այնտեղ տեղերում ծաղկում է կոռուպցիան, այնտեղ տեղի նշանակած մի հատ չինովնիկը համարում է, որ սա իր թագավորությունն է եւ ինքը տեղապահն է եւ խայտարակ վիճակ տեղերում։ Բայց հիմա ինչ է ստացվում։ Հիմա արդեն մի Մոսկվա էլ չեն կարող պահել։ Ամբողջը կենտրոնացնում ես Մոսկվայի վրա, ու Մոսկվան չես կարողանում պահես։ Եվ ամեն օր մարդիկ խոսում են մեր ինչիներ պետք է պատերազմը։ Ու գիտեք վատը որն է։ Նրանք չեն խելքի եկել, որ այդ պատերազմը մեզ պետք չէր, որտեղ չէր կարելի Սլավոն եղբոր տուն մտնել, փորձել նրա տունը գրավել։ Չէ, նրանք ասում են մեր ինչին է պետք է պատերազմը, եթե այդ Սլավոն եղբայրն էլ մեզ է հարվածելու։ Հանկարծ չմտածեք բարոյական ինչ-որ նորմը բարձացել է, եկել է հասել է ինչ-որ մակարդակի մարդասիրական։ Չէ, Ժորժ ջան, այդքան միամիտ չեք։ Ասում եմ, ինչին է պետք է այդ պատերազմը, եթե մենք կրակում էինք, սպանում էինք, ոչնչացնում էինք ուրիշի երեխաներին, դե դա նորմալ էր, մարտիշկա չհասկանալու։ Իհարկե արդարացված է այդ պատերազմը, բայց եթե նա է սպանում մեր երեխային, բա մեզ պետք է այդ պատերազմը։ Այսինքն էս է այդ բարոյական մակարդակը, ինչում որ մենք գտնվում ենք։ Էս է այն մակարդակը, որ սրտի ցավով եմ ասում, որ նայում եք ինչքան համապետական ալիք կա, հանրային գործիչների, եթե թվականակով նայեք, բոլորը միասին վերցրած այնքան չկան, ինչքան ազգությամբ հայերը, որոնք ավելի ռուս են, քան ռուսները։ Անենց են պաշտպանում ռուսներին, ռուսները օրինակ են ուզում վերցնել, բայց ասում բա մեզ պետք է Այն լավ էլ պաշտպանում են էլի։ Թաթարը, Յակուտը, Բաշկիրը, Ուդմուրտը առավոտից երեկո ասում են ինչու մենք պետք է կռվենք ձեզ համար։ Մենք էթնիկ խմբավորում ենք, ինչու պետք է ձեզ համար կռվենք Ուկրաինայում։ Բողոքում է։ Իսկ հայը, որը հայրենիք ունի, այդ թաթարն ու Բաշկի, Սախայի, Յակուտը իրանց հայրենիքը Ռուսաստանն է։ Իսկ հայի հայրենիքը Հայաստանն է, նույնիսկ եթե ինքը Ռուսաստանի քաղաքացի է, սա համայն հայության հայրենիքն է։ Իսկ դա իր հայրենիքը չի, այդտեղ քաղաքացի է ապրում է, լավ է անում։ Բայց ինչի ես գլուխդ գովում, որ գնում ես Ուկրաինա զոհվես։ Ինչի որևէ մեկը Կալմիկի, Ուդմուրտի, Բուրյաթի չափել չկաք։ Նրանք գլուխները չեն գովում, նրանք ասում են մեզ պարտադրված են տանում, ինչու եք տանում մեր երեխաներին, իսկ մերոնք հպարտությամբ գիրք են տպում, տարածում են, ասում են տեսեք, մենք այո գնացել ենք հանուն հայրենիքի կռվենք, ինչ հայրենիքի եք կռվել, ուրիշի տուն մտնելը հանուն հայրենիքի կռիվ է, բայց չգիտեք, որ վաղ օկուպանտ են ճանաչելու, հաթաթ դնելու են դեմները, ասեն էս չէ, ում համար եմ ասում, կարող եմ մտածում են, որ դուք գնացիք Ուկրաինա կռվեցիք, դրանից Հայաստանը մի զվարթություն արեցիք։ Բացարձակ, ես ինձ ճղում եմ նաև ձեզ համար, որտեղ սա համայն հայության հայրենիքն է։ Եվ նայում ես, էլ հրապարակային գործիչ չկար, որ գնում են համապետական ալիքներով կլոունություն անում, մի հատ էլ են կլոունն էլ, որ իսկականից կլոուն է, Միխայել Գալուստյանը, բացի են, որ մի շարք հայրենասիրական բաներ էր անում Ռուսաստանի համար, այս վերջերս էլ մի հատ հատուկ ռուբրիկա է բան արել, մի քանի օր առաջ, այս ճաճանչափայլ ձևով իր խելքով պաշտպանի Ռուսաստանի իշխանությանը, Պուտինի եւ նրա վարած քաղաքականությունը։ Լավ, ինչ տապակաս, տղա ջան, մենակ բոյը տապակաս, չէ՞։ Մնացած ամեն ինչ ունես էլի։ Մի ամբողջ գիտությունների ակադեմիայի չափ փող ես աշխատում, ինչ է տապակաս, որ քեզ պետք է 26 թվին, երբ որ այսօր տեսնում ես ինչ է կատարվում, հայի ազգանունով, հիմա գնաս ու ասես մենք հայրենասիրական այս բանն անում ենք, չեք մտածում վաղը իրավիճակ փոխվեց, ինչ եք անելու։ Ոնց եք պատասխան տալու, ձեզ պարզ հարց են տալու, դուք ինչն էիք արդարացնում։ Հարևանի տուն մտնելը ինչով, ՄԱԿ-ի անդամ պետության տարածք մտնելը ինչով եք արդարացնում, պատմական ճշմարտությամբ, ո՞րն էր այդ պատմական ճշմարտությունը։ Ղրիմը քանի տարի է ձեր տիրապետության տակ եղել եւ քանի հազար տարի ուրիշի ազդեցության տակ։ Ոնց եղավ որ այդ պատմական ճշմարտությունը մի ժամանակ ձեր մոտ սկսվում է 1800-ից թվից, մի ժամանակ սկսվում է 1900-ից թվից, մի ժամանակ 2000-ից թվից, մենակ ձեր պատմական ճշմարտությունն է ու ձեր զորբայությունը գնում է բախվում է աշխարհի խնդիրների հետ։
Ամբողջ հարևաններին ասել եք ձեզանից տարածք ենք վերցնելու, էսա Ուկրաինան պրծնենք հաջորդը դուք եք, հիմա այդ բոլոր հարևանները, որոնք սպասում են, որ իրանք իրանց տարածքը վերցնեն, որտեղ բոլորից տարածքա վերցրել Ռուսաստանը, ուշով սպասում են, թե երբ պետք է Ռուսաստանը թուլանա, ասեն ուժեղի իրավունքով եկել ենք վերցնենք։ Այդ դեպքում Հայաստանը ինչ վիճակում է հայտնվելու։ Հայաստան որպես պետություն, որ դեռ չի կարողանում պորտալարը կտրել Ռուսաստանից, եւ Հայաստան որպես համայնայության հայրենիք, որոնք որ իրանց Ռուսաստանի սուբյեկտների ավելի կատաղի ձևով պաշտպանում են, որպես միջինասիական երկրները ով որ գնացել կռվել է Ուկրաինայում, եթե իրանց քաղաքացին է բռնում, դատում են։ Քանի երկիր գիտեք, որ բռնել դատել է։ Սա ինչ գործ ունես դու այնտեղ։ Իսկ մերոնք հպարտանում են, ախպեր չեն, գիրք են տպում։ Հպարտանում են, ասում մենք գնացել ենք, sense լավ բաներ են կարել։ Եվ հիմա դուք տեսեք ինչ է կատարում Ռուսաստանում։ Ամեն օր այդ դժվարությունները։ Իսկ դուք գիտեք դժվարությունները ոնց է մարդկանց դարձնում դաժան։ Ոնց դուք տեսել եք բենզինի հերթում ոնց են իրար ծեծում։ Քանի օրեր անց է, այդ մի քանի օրում չդիմացան իրար։ Դուք չեք տեսնում հոսանք չլնելը ինչ պրոբլեմի առաջ է կանգնացնում, խանութները մապրանք չլնելը ինչ պրոբլեմի առաջ է կանգնացնում։ Մեկ էլ տենում ես Ռուսաստանից մեկն էլ իր խելքով հեգնում է։ Մեր մոտ էլ դե ոչինչ չկա, էլի դե տենց որ ասում եք, հալավ ենթադրենք ձեր մոտ կա։ Էգուց չի լնելու։ Ենթադրենք համոզեցիր քո մոտ կողքիդ խանութը դեռապրանք կա։ Դրանով ինչ։ Այսինքն քեզ չի հետաքրքրում, որ քո հայրենակից թեկուզ հայը պրոբլեմ ունի այնտեղ։ Ինձ տեից հետաքրքրում է բոլոր ճակատագիրը։ Քեզ չի հետաքրքրում, որ քո մոտ ենթադրենք բենզին մի քիչ ավելի հեշտ է սառնում, քան այն մյուս տեղը։ Այս ինչ եմ ասում, որ իմացեք կամած վիճակը վատանալու դեպքում սովորական մարդը անգամ դառնում է գազան։ Հաշվի առեք։ Երբ որ մենք խոսում ենք, որ Ռուսաստանը չի կարողանա այդ ձևով պահի, այո, այդ բնակչության թվով այդ տարածքը պահել հնարավոր չէ։ Պահեցիր կենտրոնացիկ դիկտատուրայով պահեցիր։ Դիկտատուրան չի սիրում պարտություն։ Հենց դիկտատուրային տեսան, որ թույլ է, ներսից պայթում է։ Իսկ դրսից որ կցանկանան պայթի, որևէ մեկը դրանում չի կասկածում։ Այնպես որ երբ որ ես այդ ամեն ինչի մասին ասում եմ, ու նորից ամեն անգամ գտնվում է ինչ որ մեկը, որ ասում է Ռուսաստանը մեծ է, ոնց կարող է պատահի տենց բանը լինի, այդտեղ ընդհանրապես ավարտվում է բանակցությունը, բանավեճը, որովհետև ես որպեսի ձեր առաջ հանդես գամ, 10 ժամ աշխատում եմ այդ ինֆորմացիան հավաքեմ, որ 42 րոպե ձեր առաջ հանդես գամ։ Լավ, այսքան ինֆորմացիան հավաքեցինք, որը կապ ուներ երեկվա հետ, որը կապ ուներ մեր հետ, որը կապ ունի վաղվա հետ։ Արդյոք այդ ինֆորմացիան, որ թեկուզ հավաստի է, ես համարում եմ, որ դա արժանահավատ է։ Կարող այո, ինֆորմացիան ճիշտ է։ Այս ինչ մարդը այս բանն ասել է, բայց որ ասել է, սխալ է ասել։ Ես իմ տեսակետն եմ ասում։ Եթե ընդամենը ինֆորմացիան պետք է ասեմ, ինչի եմ ասում, լրատվական ալիք նայեք։ Ցանկացած ինֆորմացիա, որպեսի իսկ մարդիկ կան 42 վայրկյան առանց իրանց վրա աշխատելու 10 ժամ կարող են անընդմեջ խոսալ ժողովուրդ ջան։ Ինչ են բացատրում ու իրանց ամբողջ բացատրածը նա է, Ռուսաստանը մեծ է։ 2022 թվականի փետրվարին, որպեսի ես համարձակ ձևով ասեի, որ Ուկրաինան հաղթելու է։ Ինչքան ինֆորմացիա պետք է ունենայի։ Երբ որ աշխարհի բոլոր գերտերությունները սկսած ու հատուկ ծառայություններն ասում են մի քանի օրում պատերազմը ավարտվելու է։ Ինչի որևէ մեկի կարծիքը իմ կարծիքի վրա չի ազդել։ Ինչի չեմ ասել, եթե Ամերիկայի հատուկ ծառայությունը գտնում է 3 օր, ես ով եմ որ կանգնեմ ասեմ հնարավոր չի։ Ինչի եմ եթե ժամանակվանից օրինակներ բերեմ, որ ինչքան ցկեց Ռուսաստանը քանդվելու է։ Բայց մի չեք մտածում։ Այդ ինչքան պետք է ինֆորմացիա ունենայի, որը ինձ այնպիսի վստահություն տար, որ ասե ես պատերազմի ընթացքը այդպիսին չի լինելու։ Իսկ մեկ էլ մեկը կանգնում է, Ռուսաստանը մեծ է ու վերջ։ Այդ է իր փաստարկը։ Պատկերացնում եք։ Խորհրդային միության ժամանակ նույնիսկ ակադեմիկոսը, նույնիսկ ջութակահարը, նույնիսկ դիրիժորը, եթե որևէ մեկը միակ բերած փաստարկը ելներ, որ Ռուսաստանը մեծ է, կարող է ուղղակի ասել, գիտես ինչ, մեծը ընդունված է ասել, էշի համապատասխան մասն է։
ու դրանով ավարտել բանակցություններն ու բանավեճը, որտեղ քո պես անուղեղի հետ այլևս չի կարելի շարունակել, երբ որ քո միակ փաստարկը նա է, որ Ռուսաստանը մեծ է, վերջ, ուրեմն նա հաղթել է, մեծ է, եւ այս խելքով ձեր ջահելներին տանում եք կոտորում, փառասիրությունից ելնելով, ով է գնում Ուկրաինայում 20,000 զինվորը, որ գնացել է, բոլորը 90 տարեկաններն է, այդ ջահելներին չեք տանում կոտորում, ինչի եք տանում այդ ջահելներին կոտորում, որ ինչ անեք, ում աչքը մտնեք, այն մարազմատիկ ծերուկի, ինչ ոնց եք աչքը մտնելու, ինչ անելու ձեզ համար, իսկ քանի գնում կյանքը, որ վատանում է, հիշեք մի բան, դա պատմական փաստեր են, ես ինձանից չեմ հորինում, Լենինգրադը, որ սովորաբար համարել են էլիտար քաղաք, Լենինգրադը, որ համարել են Պետրոսը, որ սարքել է պատուհանաբաց է դեպի Եվրոպա եւ եվրոպականացումը ուղղակի համարել են Պետրոս առաջինի արտաքին քաղաքական գերակայությունը։ Այնտեղ որ կար Էրմիտաժ, որ հատուկ ասում են էլիտար սերունդ էին բանանում, կրթված մարդկանց էին բերում Սանկտ Պետերբուրգ, բերում էին այդպես եւ մարդիկ կրթվում էին, գնում էին Էրմիտաժ եւ այլ եւ այլ։ Լենինգրադի բլոկադայի ժամանակ կարող է պատահաբար իմանալ, թե քանի մարդու են դատել մարդակերության համար։ 2000 մարդու դատել են, հո բոլորը չէին բացահայտվել։ Վախենում էին խայտարակությունից, ոնց բացահայտեն, որ ուղղակի մարդը Էրմիտաժի մուտքի մոտ դրել է մեկին, կերել է, որտեղ սոված էր։ Չեմ ուզում մեղադրենք կամ չմեղադրենք ուտողին։ Դե ասում են վիճակը էդ էր։ Ես ուզում եմ ասեմ, եթե վիճակը վատանում է, Էրմիտաժի մատույցներում մարդ են ուտում։ Լենինգրադում, Ռուսաստանի ամենաէլիտար քաղաքում, մի արեք, որ դուք դառնաք գազան։ Դրանք պատմական փաստեր են, ժողովուրդ ջան։ Ձեզ համար եմ ասում, եւ աշխարհի համար եմ ասում։ Եվ որ շատ դեպքերում նաև ասում են, դուք ուշադրություն դարձրեք, այս ընթացքում, օրինակ ես պարբերաբար նայում եմ, չէ, իմ հետևորդներին, առաջի տեղում Հայաստանը, Ռուսաստանը երրորդ տեղում էր, երկրորդում Ամերիկայի Միացյալ Նահանգներն էր, երրորդ տեղում Ռուսաստանը, այսօր Ռուսաստանը երկրորդ տեղում է, հետո ԱՄՆ-ը, որտեղ մարդկանց հետաքրքրում է, թե ինչ է կատարվում այնտեղ։ Մարդիկ գիտեն, որ ես սրտացավ ձևով ուզում եմ իրականությունը ասեմ։ Գիտեք, քանի մարդ է արձագանքում, որ ասում է, այ լսում ենք եւ շատ ուրախ ենք, որ գոնե դուք անդրադառնում եք, էլի մենք էլ մարդկանց ասում ենք, բա ասում եք, բոլոր հայերը սենց են, բա չեք տեսնում, այդ մարդիկ էլ էդ են ասում։ Այո, հետո գալիս է Գերմանիա, Ֆրանսիա, Նիդերլանդներ, Վրաստան, Իսպանիա, Բելգիա, Ուկրաինա։ Այս առաջի տասնյակն եմ նայում։ Եվ որ շատ-շատերն ասում են՝ մի խոսա էլի, մի խոսա, ասում եմ ինչի, ես որ խոսամ ինչ ալնելու, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը տապալվելու, հա, թե բա չէ, բա ինչի չխոսամ, որ վաղը մյուս օրն ասեն, դե դուք խոսայեք, դուք եք հրապարակային գործիչ, մեկը ձեն չէիք անում, մենք էլ ով ենք, որ մենք էլ իմանայինք ինչա կատարվում։ Ձեզ պետք է չխոսանք, որ դուք ասեք ոչ մեկը չէր ասում, ում մտքով կանցներ, որ սա այսպես կլինի։ Հիմա սա է ժողովուրդ ջան, մեզ սպասվում։ Որոշումը մերն է, ընտրությունը մերն է։ Ու երբ որ մենք ասում ենք, որ հարգելիներս Նիկոլ Փաշինյանը չէ, ասում են՝ «Իա, ուրեմն Քոչանին ես ուզում», ասում են Քոչանին էլ չենք ուզում, այլ ընտրանք ենք ուզում։ Շանտաժ մի արեք, որ եթե Քոչանին չենք ուզում, ուրեմն Փաշինյանին ենք ուզում, կամ եթե Փաշինյանին չենք ուզում, Քոչանին ենք ուզում։ Կամ էլ եթե ասում ենք բանա Ռուսաստանին դեմ ենք, ուրեմն Թուրքիային ենք ուզում, թե ոնց գտակ, որ Ռուսաստանին դեմ ենք, Թուրքիային ենք ուզում։ Մի մարդ, որը 22 տարի խոսքը լսածելի, կմտածի, որ ես որ Եվրամիության մասին եմ խոսում, Թուրքիայի մասին եմ խոսում, կամ Թուրքիայի նկատմամբ ու Ադրբեջանի իմ գնահատականները չեք լսել։ Այդ շանտաժը ինչի համար է, որպեսզի դուք մնաք ձեր կարծիքին։ Այսինքն ձեր ուղեղով մնաք ձեր կարծիքին, ձեզ թանկարդ չխանգարեն։ Այո, մեր մոտ այլընտրանք չպետք է լինի։ Այո, եթե Ծառուկյանն ասում է, որ եթե մենք հաղթեցինք, Նիկոլ Փաշինյանը կոխելու է Մարիուպոլի վանդակը, ու ոչ մեկը չէր կասկածում, որ կկոխի, որտեղ առանց հաղթելու էր, եթե պետք է եղե կոխել է։ Նա էլ ասել է, որ մենք հաղթեցինք, քեզ եմ կոխելու վանդակը։ Իսկ մենք էլ ով ենք։
Մենք պետք է ուղղակի հետևենք, ասենք, դե տղայական խոսակցություն էր, դու ասեցիր Իրանն եմ կողխելու, ինքն էլ հաղթեց քեզ ա կողխել, մեզանից ինչ եք ուզում։ Մենք փոփետություն չենք, ժողովուրդ ջան, տղայական հարաբերությունների պարզում է, որ եթե հանկարծ ասես ժողովուրդ ջան, այս ինչ եք անում, սեփականության նկատմամբ վերաբերմունք, ասեն, յա, Ծառուկյանին ես պաշտպանում։ Կամ եթե հանկարծ ձեն չանես, ասես հասնում է իրանց, որ նենց արեցին, ասեն, յա, Փաշինյանին ես պաշտպանում։ Այսինքն ձև չկա, որ ոչ Փաշինյանին պաշտպանես, ոչ Ծառուկյանին։ Չկա, ժողովուրդ ջան, ոնց կարա տենց բան լինի։ Հենց մի հատ կարծիքդ հայտնեցիք, պիտակը հետները, գրպանները դրած է։ Բայց ոնց եք ուզում առաջ գնանք։ Բա աշխարհում տեսնում ենք ինչ ա կատարում, շուռ են գալի հայկական օրակարգը մի հատ նայեք։ Բամ ծնողներ եք, ձեր երեխայի ապագայի հարցն ենք քննարկում։ ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը հաղորդում է. ԱՄՆ զինված ուժերը 7-րդ գիշերն անընդմեջ հարվածներ են հասցնում Իրանի տարածքին։ Հարվածների վերջին շարքը նպատակ ունի էլ ավելի նվազեցնել Իրանի ռազմական ներուժը։ Գործողությունն իրականացվում է ԱՄՆ նախագահի հրահանգով։ Սա մի հարց, որ անընդհատ հիմա քննարկում ենք, թե ինչ անելու թրիփի հետ կապված, ով է գալու տիրություն անելու հողերին ու փողերին, եւ մեկ էլ տեսնում ենք, որ Իրանը, տեսեք, ինչ է ասում։ Իսկ Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբ Աբադին ինչ է ասում։ Թեհրանը դադարեցրել է հակամարտության դադարեցման մասին Վաշինգտոնի հետ հուշագրով ստանձնած իր պարտավորությունների կատարումը։ Այսինքն անգամ հուշագրից դուրս է գալիս Թեհրանը։ Վերջ։ Իրանի գերագույն առաջնորդի խորհրդական Մոհսեն Ռեզայի. Եթե ԱՄՆ-ի արձակումները շարունակվեն առաջիկա 2-3 օրվա ընթացքում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը զսպման եւ պատասխան գործողությունների փուլից կանցնեն հարձակման եւ ամբողջական ոչնչացման փուլի։ Թեհրանը հարձակման կենթարկի ոչ միայն ԱՄՆ-ի այն բազաները, որոնք գտնվում են հակամարտության գոտում, այլև դրանից դուրս։ Մենք պարբերաբար ասում ենք, Իրանը պաշտոնապես մշտապես ասել է, տարածաշրջանում ոչ մեկը պետք է չլինի, մեր հարցերը մենք պետք է լուծենք։ Այո, ամերիկյան բազա մեր մոտ չկա, ամերիկյան կոնտինգենտ մեր մոտ չկա, բայց ցանկացած ամերիկյան ներկայություն Իրանի համար խնդիր է։ Իսկ եթե Իրանի համար խնդիր է, Ամերիկան Իրանի հարցը չլուծեց, մենք այդտեղ խնդիր ենք ունենալու։ Մենք ոչ չենք նայում Ամերիկան ուժեղ թե Իրանը։ Մենք մտածում ենք մեր համեմատ երկուսն էլ ուժեղ են։ Եթե երկուսը համաձայնության չեկան, Իրանը միևնույնն է բավարար ուժ կունենա մեր վրա ճնշում գործադրելու։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները հարձակվել եւ ոչնչացրել են ամերիկյան ուժերի հավաքատեղին Արֆիջանում գտնվող նրա աջակցության կենտրոնում, ոչնչացնելով նրանցից մի քանիսին եւ Քուվեյթում գտնվող ամերիկյան բազայի ռադարը։ Հաղորդում է նաև զենքի պահեստի եւ անօդաչուների համար նախատեսված անգարի ոչնչացման մասին։ Հաղորդումներ են ստացվել նաև հարվածներից հետո պայթյունների մասին, Հորդանանում գտնվող ամերիկյան բազայում, նավահանգստային Սաուդյան Արաբիա եւ այլ եւ այլ։ Բացի այդ, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ԱՄՆ բանակի աջակցությունը վայելող 4 նավ փորձել են անցնել Հորմուզի նեղուցով, սակայն կանգնեցվել են համակցված հրթիռ անօդաչու գործողության ընթացքում։ Նշվում է, որ եւս 2 նավթային լցանավեր պայթել են եւ հրդեհվել են Հորմուզի նեղուցից հարավ գտնվող ականապատ երթուղով անցնելիս։ Իրանը հզոր եւ տևական հարվածներ է հասցրել Իրաքի Սուլեյմանիա քաղաքում տեղակայված ամերիկյան բազաների եւ քրդերի անջատողական խմբավորումներին։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը խոցել է ԱԹՍ-ների պահեստը եւ Բահրեյնի գլխավոր արհեստական բանականության հանգույցը։ Միաժամանակ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Բահրեյնում ԱՄՆ ռազմական օբյեկտների հաջող ոչնչացման մասին։ Իսլամական հեղափոխությունների պահապանների կորպուսի ուժերը կործանարար մի ժամանակյա հրթիռանոթաչու հարված են հասցրել կործանիչների թաքստոսների եւ ամերիկյան ավիաբազային Հորդանանի Ալ-Ազրակում։ Հարձակման հետևանքով ոչնչացվել է 2 կործանիչ եւ 3 ինքնաթիռ։ Մի քանի այլ թռչող սարքերի լուրջ վնաս է հասցվել, նշվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հայտարարության մեջ։ Հիմա այս մանրամասը սա ասեցի ինչի համար, ոչ պակաս ուժեղ հարվածներ նաև Ամերիկան է հասցրել, այսինքն սա է վիճակը մեր տարածաշրջանում։
Էս ունենք մենք մեր տարածաշրջանը, որ խոսում ենք խաղաղության մասին, այն դեպքում երբ որ տեսնում ենք ինչ դժվարություններ ունենք լոգիստիկ ապրանք իրացնելու եւ նաեւ մեր հարավային դարպասն էլ Իրանն է, որ եթե այնտեղ դժվարություններ լինի, հնարավոր չի որ դա մեր վրա չազդի։ Իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է Կանադային անտառների վատ կառավարման մեջ, պնդելով, որ անտառային հրդեհների ծուխը ԱՄՆ-ում օդի աղտոտման պատճառ է դառնում։ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է քննարկել այս հարցը Կանադայի վարչապետի հետ եւ կարծում է, որ Օտտավայի կողմից անտառները մաքրելուց եւ այրվող բեկորները հեռացնելուց հրաժարվելը դիտավորյալ անփութություն է։ Թրամփը նշել է, որ կանադական ապրանքների վրա գործող մաքսատուրքերը որոշելիս պետք է հաշվի առնել օդի աղտոտման վնասը։ Իհարկե, որ օդը աղտոտվում է այդ վատը, որ հրդեհներ կարող է լինեն նաև Մալիբույում, որ եղավ հրդեհները ես անցյալ տարի անցել եմ մանրամասն նայել եմ այդ ուղղությամբ Լոս Անջելեսի այդ հատվածը, չգիտեմ մաքսատուրքերը որևէ մեկը բարձրացրեց Դոնալդ Թրամփի վրա, թե չէ, մեղադրելով, որ չի կարողանում հրդեհը հանգցնի, բայց եւ միևնույն ժամանակ ասել, որ Կանադան, եթե անտառներին լավ տիրություն չի անում, բավարար չափով ծախս չի անում, բերեք մաքսատուրքը բարձրացնենք, փողը պակասացնենք Կանադայի, որ ավելի լավ զբաղվի, որովհետև Դոնալդ Թրամփը ինչի մասին ուզում է խոսքը լինի, դա նշանակում է կարող ենք մաքսատուրքով ազդել որևէ մեկի վրա։ Մաքսատուրքային ձախողված քաղաքականությունը համարյա 100-ամյա պատմություն ունի։ Մաքսատուրքերի քաղաքականությունը ձախողված էր անգամ մեծ դեպրեսիան, որ սկսեց մի քանի հանրապետական մեկը մեկին փոխարինելով, մինչև եկավ հասավ դեմոկրատ Ֆրանկլին Դելանո Ռուզվելտին, լավ էլ հասցրեցին դեպրեսիայի տակ կոխեն Ամերիկան, որի մեջ նաև մաքսատուրքերի հետ կապված է սխալ քաղաքականություն կար։ Բայց մեկը Դոնալդ Թրամփն անուղղելի է։ Այսինքն եթե դուք անտառը հանգցնելու հարցում նորմալ ձևով չարեցիք, ես մաքսատուրքերը Կանադայի հետ կբարձրացնեմ։ Կանադայի հետ ինքը շատ փորձեց Կանադային ծնկի բերի, չհաջողվեց, բացի դրանից մաքսատուրքերը իսկապես ցախողված էին, եթե նույնիսկ մաքսատուրքեր հիմա չլինի, էլ կանադացիք շատ վիրավորված ելնելով, այնուամենայնիվ ամերիկյան ապրանքների նկատմամբ վերաբերմունք փոխվեց, թե ինչի պետք է մենք իրանց առնենք, մի հատ էլ իրանք այսպես իրանց պահեն, իդեպ նաև երբ որ Դոնալդ Թրամփը այսպես մտածում է, որ Կանադային կարող է դրանով շատ ճնշի եւ ասում է Կանադայի վարչապետը դա քննարկեմ, Կանադայի վարչապետ Մարկ Քարնին, դա Ջասթին Տրուդոն չի էլի, երիտասարդ խոստումնալից սիրահարվող երիտասարդը, Մարկ Քարնին բավական լուրջ մարդ է, բանկիր, ֆինանսիստ, բավական լուրջ տիրապետում է տնտեսությանը եւ բավական լուրջ քայլերով, հետեւողական քայլերով Կանադայի կշիռը բարձրացնում է աշխարհում։ Այս կարգի հարցով ավելի լավ է Կանադային ասես արի իրար հետ նայենք ինչ անենք, ինչ չանենք, մանավանդ որ Ամերիկայի եւ Կանադայի բնական սահմանը ամբողջ ծայրից ծայր անտառացեր, տունը շինվի։ Անտառի հարցում իրարից նեղանալ, մաքսատուրք մտցնել, թե այս անտառի հետ կապված չեն վարվում։ Մի հատ նայել եք ձեր անտառների հարևանությունը իրար հետ, ձեր երկիրը մյուս երկրին ինչով է առանձնացած։ Ամեն դեպքում սա չի խոսում, սա խոսում է ուղղակի Դոնալդ Թրամփը նորմալ գործիքակազմ չունի, էլի։ Դա է ցավալի, որ մեկը այդքան փորձեց, ցախողվեց այդ ամեն ինչը, որով ստիպեց, որ Մարկ Քարնին շատ լուրջ քայլեր կատարի Եվրոպայի թիկունքին կանգնելով, Եվրոպայի հետ համագործակցելով, անգամ հարցը հասավ նրան, որ ասեց պետք է կարամ Եվրամիության անդամ դառնամ, մեզ օվկիանոսը Եվրոպայից չի բաժանում։ Մի հատ նայեք Չինաստանի հետ ինչ բանակցություններ ա վարում, մի հատ նայեք Մեծ Բրիտանիա, Ավստրալիա ինչ բանակցություններ ա վարում նույն Կանադան, մի հատ նայեք անվտանգային հարցով ոնց է պինդ կանգնած Ուկրաինայի թիկունքին, այսինքն գոնե այդքանը Դոնալդ Թրամփը պետք է նայի, որ իմանա, այսինքն ում ինչով է վախացնում, էլի, առավելևս երբ որ դա ուղղակի որևէ հաջողություն Ամերիկային չի բերելու։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խրախուսել է հանգուցյալ հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջը առաջադրվել ԱՄՆ սենատի ընտրություններում։ Թրամփը հայտարարել է, որ Սպիտակ տանը հանդիպել է Դարլին Գրեհեմ Նորդոնին, հանգուցյալ սենատոր Լինդսի Գրեհեմի քրոջ հետ եւ հրավիրել նրան մասնակցելու հարավային Կարոլինայում կայանալիք հանրապետական հատուկ նախնական ընտրություններին, որոնք տեղի կունենան օգոստոսի 2026 թվականի օգոստոսի 11-ին։
Թրամփը Լինսի Գրեհեմին անվանել է իր ճանաչած մեծագույն սենատորներից մեկը եւ ասել, որ Դարլինը կլինի նրա արժանի ժառանգորդը։ Նա նաեւ խոստացել է նրան իր լիակատար եւ անվերապահ աջակցությունը, եթե նա առաջադրվի։ Ինչն է այստեղ հարցը։ Որևէ զարմանալի բան չկա, որ որևէ պաշտոնյայի հարազատը նաեւ իսկապես եթե ներգրավված է քաղաքական պրոցեսների մեջ, բավական արժանի փոխարինող է լամի բան էլ տա անցնի։ Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսել է Ջոն Ադամս, որը եղել է նախագահ, եղել է Ջոն Քուինսի Ադամս, նրա տղան, որ եղել է նախագահ, Ջորջ Բուշ ավագ է եղել, Ջորջ Բուշ կրսեր է եղել է Բիլ Քլինտոն, եղել է նրա կինը Հիլարի Քլինտոն, որն առաջադրվեց նախագահական ընտրություններում չանցավ, բայց հետագայում եղավ պետքարտուղար։ Ուզում ասեմ, զարմանալի ու տարօրինակ բան չկա։ Կարող է իսկապես այդ դպրոցն անցած մարդը նաև այդ արժանինքները ունենալ, այդ միջավայրը մեծացած մարդը նաև այդ արժանինքներով կարողանա հասնի դրան, բայց ինչ կապ ունի ստեղ Լինսի Գրեհեմի քույրը։ Այդ մարդը ամբողջ կյանքը ընդամենը եղել է Լինսի Գրեհեմի քույրը։ Իր ամբողջ կյանքի գործունեությունն եղել է Լինսի Գրեհեմին օգնելը։ Գրասենյակը մեզ անի, գրասենյակը մեն անի, թուղթը տանի ինտեղ, թուղթը բերի ինտեղ, նախընտրական կամպանիային օգնի, հասկանում եք։ Հիմա Ամերիկայի օրենսդրությունը ներ ոչ բոլոր նահանգներում է դա։ Եթե սենատորը մահացավ, այդ պակաս ժամկետը որով որ կա, նահանգապետը նշանակում է մեկին, կոպիտ ասած պաշտոնակատար էլի։ Ինչի համար, որպեսզի այդ ձայնը չկորչի։ Վերջը սենատում, վերին պալատում, եթե մի հոգի պակասա, կարող է այդ ձայնի պակասը իսկապես որոշիչ լինի։ Չնայած ոչ բոլոր նահանգները այդ կարգը ունեն։ Դա իմիջիալը չի վերաբերում ստորին պալատին։ Ստորին պալատում նահանգապետը նման լիազորություն չունի, որպեսզի նշանակի կոնգրեսական։ Դա վերաբերում է միայն սենատին։ Բայց սենատը նաև 100 սենատոր ունես, 435 կոնգրեսական, այսինքն նաև կշիռնել ենք պատկերացում ամեն նահանգից 2 հոգի, սենատորները ընտրում են 6 տարով, կոնգրեսականները 2 տարով, եւ այս պարագայում նրա կշիռը սենատորը շատ ավելի մեծ է։ Եվ այս պարագայում ընդամենը ինչ է աշխատել, ուղղակի քույրիկ է աշխատել Լինսի Գրեհեմի մոտ եւ նրան նշանակել պաշտոնակատար, ինչա Լինսի Գրեհեմին շատ սիրում է Դոնալդ Թրամփը, այդ էլ քիչ է, այդ նշանակել է այս կարճ ժամանակի համար, որովհետեւ Լինսի Գրեհեմի ժամանակը 6 տարով է, չէ՞ ընտրվում։ Այս նոյեմբերի 3-ին արդեն նոր ընտրությունները որ ելներ, ինքը այլևս չէր ելնելու, ժամկետը լռանում էր։ Դե ժամկետը լռանում ընտրություններից մի քիչ հետո դա պարզ է, բայց ընտրությունները հիմա էր, այսինքն իր 6 տարին լռացել է արդեն։ Իր քույրը պետք է օգոստոսին լինի, որ այդ տեղում առաջադրվի։ Այսինքն լիարժեք սենատոր ենք ընտրում, որ ընդամենը ինչ է աշխատել, Լինսի Գրեհեմի քույրիկ է աշխատել։ Սա Ամերիկային պատիվ բերում, հա ժողովուրդ ջան։ Այսինքն նրա արժանիքը դա է, որտեղ ասա շատ եմ սիրում այդ սենատորին, լավ ես անում։ Սիրում ես, լավ ես անում, քո ընկերն է, հարգում ես, շատ ուրախ ենք։ Բայց չես արժեզրկում, որ նրա տեղը իր քույրիկն է գալի, որը որևէ արժանիք չունի, բացի նրա քույրը ելնելը։ Դա նորմալ է։ Ու առավել ևս, երբ որ Դոնալդ Թրամփն ասում է, որ ես լիակատար եւ անվերապահ աջակցությունը կհայտնեմ նրան։ Նոյեմբերի 3-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի աջակցությունը այս կնոջը օգնելու է, որ ինքը կարող է դրանով ավելի շատ արժեզրկի իր հայտնի լեգենդար եղբորը, քան թե դրանով իր եղբորը լավություն անի։ Ես օրինակ իր փոխարեն ուղղակի շնորհակալություն կհայտնեի ու չէի առաջադրվի, որովհետև դա ավելի շատ անարգանք է եղբորդ հանդեպ, որ դու ոչ մի արժանիք չունես, բացի նրա թուղթ տանող բերողը, եւ մեկ էլ հանկարծ ասում ես, ես կարամ աղբորս նման սենատոր ելնեմ։ Դե չես կարող լնես էլի։ Չինաստանի ժողովրդական հանրապետության նախագահ Սի Ցզինպինը հայտարարել է բոլոր պետությունների ինքնիշխանությունն ու օրինական շահերը հարգելու անհրաժեշտության մասին, ընդգծելով, որ միջազգային հանրությունը պետք է համատեղ դիմակայի համաշխարհային մարտահրավերներին։
Անհրաժեշտ է պաշտպանել արդարությունն ու իրավահավասարությունը։ Յուրաքանչյուր երկիր միջազգային հանրության հավասարազոր անդամ է, եւ յուրաքանչյուր երկրի ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, օրինական իրավունքներն ու շահերը պետք է հարգվեն։ Չինաստանի նախագահն ընդգծել է, որ համաշխարհային հանրությունը չպետք է վերադառնա միջազգային հարաբերություններում ուժի կիրառման սկզբունքին, ոչ մի դեպքում չի կարելի թույլ տալ, որ աշխարհը վերադառնա ջունգլիների օրենքի դարաշրջանին, նշել է նախագահը։ Իդեպ այս ելույթը ամբողջությամբ վերաբերվում էր Ռուսաստանին, որովհետև հենց Ռուսաստանի մասին էր խոսքը, հա, իհարկե կարող է նաև ինքը նկատի ունենա նաև Իրանին, կապ չունի, բայց եւ Չինաստանը կտրուկ ձևով Ռուսաստանին հասկացնում է, որ եթե հանկարծ չափը անցար, դու ինձ հետ խնդիր կունենաս։ Այսինքն, քանի դու կառավարելի ձևով գնում ես պարտության, Չինաստանի շահերից է բխում։ Հանկարծ եթե դու որոշեցիր չափը անցնես, Չինաստանը քեզ չի պաշտպանի։ Ընդհակառակը կասի, որ դու տարածքային ամբողջականությունը խախտել ես, որովհետև Չինաստանը ինչի պետք է մտածի, որ Ռուսաստանի հետ ինքը ագրեսոր համարվի, որպես ինչ։ Իսկ եթե Ռուսաստանը իր դիրքերը կորցնում է, Չինաստանը դրանից չի շահում, բայց Չինաստանը սկսած տարածքային միջև ազդեցության առումով, Չինաստանը շահում է, եթե Ռուսաստանը իր դիրքերը կորցնում է։ Աստծուց կրակ պետք է ուզի։ Իհարկե ինքը կարող է իրան թույլ տալ, այնքան ուժեղ լինել, որ ինքը նաև ասի, որ կարող եմ ուժերի հետ լինեմ, կամ երբ պետք է լի ուժերին էլ օգնեմ։ Ու գիտեք ինչ, այսօր երբ որ շատ դեպքերում Հայաստանում էլ մարդիկ կան, որոնք մտածում են ոնց կարող է պատահել Ռուսաստանը պարտվի, ես ասեմ ձեզ մի բան, երբ որ անցյալ տարի փետրվարին դեռ Դոնալդ Տրամփն ասում էր, որ Միխայել Զելենսկին խաղաքարտ չունի, երբ որ նրա բոլոր պաշտոնյաները Ռուբիոից սկսած, Ջեյդի Վենսից սկսած, այն Քելեգով, բանով, գեներալներով, մյուսով բոլորը մեկիկ բացատրում էին, որ որևէ շանս չունի Ուկրաինան հաղթելու։ Բացարձակ, թվերով, փաստերով, ամեն ինչով։ Եվ այսօր այդ նույն մարդիկ նույն համոզմունքով բացատրում են, դուք չեք տեսնում, որ Ռուսաստանը շանս չունի հաղթելու, որ Ուկրաինան այլևս հաղթել է։ Ժորժ ջան, եթե Դոնալդ Տրամփն ու իր ադմինիստրացիան արդեն հասկացել են, որ Ռուսաստանը պարտվել է, այդ վերջն է։ Ատեղից ենկում էլ դուք ման մի եկեք, ուրեմն իրանք եթե արդեն համոզվել են, իրանք վերջի թիմն էին, որ պետք է համոզվեին։ Որտեւ ինչ ուզում է բերում են սեղանին դնում են Տրամփին, նայում ասում է ոնց Պուտինը, չէ, հնարավոր չի։ Պուտինը հնարավոր չի պարտվի, ժողովուրդ, ինչ որ բան սխալ եք գրել։ Հիմա արդեն ինքն էլ ընդունել, ժողովուրդ ջան, հաշտվեք այդ մտքի հետ։ Հաշտվեք ու դա նշանակում է, որ ու շատ վատ է, որ մենք աշխարհի ուժեղների եւ նրանց վերլուծական կենտրոնների հաշվարկներն ու վերլուծություններն ենք ուզում նայենք, որ նույնիսկ եթե մեզ չի երևում ինչա կատարվելու, կարդանք ու ասենք իրանք մի բան գիտեն, որ ասում են ինչ ալնելու եւ դրան հետևենք։ Պարզվում է, որ մարդիկ, ովքեր որ այդ ստրատեգիան պետք է մշակեին եւ կյանքի կոչեին, այդ մարդիկ ասում են, դե չեք տեսնում, որ Ռուսաստանը պարտվում է։ Ժողովուրդ ջան, այդ տեսնում ենք, մենք ուղղակի կուզենայինք, որ դուք էլ տեսնեիք ժամանակին։ Ժամանակին տեսնեիք, որ մարդիկ ձեզ նայելով իմանային, ոչ թե դուք պատոհանից նայեք, տեսնեք Ուկրաինան մի հատ է Ռուսաստանին հարվածեց, ասենց ասեք, «Յա, այս ոնց որ ռուսների վիճակը լավ չի, հա»։ Ատենց եք վերլուծություն անում, ատենց աշխարհ են ղեկավարում։ Ու դրա համար սա նաև մեզ համար է դա ժողովուրդ ջան, որովհետև մենք պետք է հասկանանք, որ շատ ժամանակ գերագնահատվում է այդ կարծիքների կշիռը, էլի, որ դե ոնց կարող է պատահել իրանք, եթե մի բան ասում են սխալ։ Ձեր աչքի առաջ տեսնում եք ոնց է փոխվում հանրային կարծիքը, ոնց է փոխվում ազդեցիկ կառույցների ու ղեկավարների կարծիքը։ Դրա համար պետք չի ոչ մի բան ընդունել սեպագիր արձանագրություն։ Ամեն ինչ փոփոխելու ենթակա է։ Ու մեր երկրում էլ երբ որ մենք տեսնում ենք, որ արտաքին քաղաքական օրակարգը բացարձակ պետքները չի, որտեղ առաջինը ուղեղները չի հասնում ինչա կատարվում, ասում ասուս մնաք, ինչ կկատարվի, հետո կմեկնաբանենք, էլի։ Եվ երկրորդ, իսկ ինչ մեկնաբանեն։ Ռուսամետ ուժերը, որ իրանք ճղում էին գային խորհրդան, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունը լավացնեն։ Հիմա եթե համարենք, որ դուք եկել եք իշխանության, ում հետ եք հարաբերությունը լավացնելու։ Ռուսաստանի հետ։
Այսինքն դուք այսօր հայ ժողովրդին անկեղծորեն ասում եք Ռուսաստանի վիճակը ինչ է։ Ինչ եք առաջարկում դուք։ Հայ մարդը ապրում է ինքնիշխան պետությունում։ Ինքը հնարավորություն ունի որոշում կայացնելու։ Կա Եվրոպա մեր աչքի առաջ, որն էլ իր ձեռքն ամեկնում, եւ ժողովրդավարություն կա, եւ անվտանգություն կա, եւ բարեկեցություն կա։ Եվ կա Ռուսաստան, որ տեսնում ենք ինչ է։ Եթե ընտրություն կատարողը մենք ենք, մենք չենք վատը ընտրում։ Ինչն է պատճառը, որ մենք պետք է վատը ընտրենք։ Ինչն է պատճառը, որ հայ մարդը ապրելով Հայաստանում, ասում այո, Ռուսաստանը հետամնացա, բայց պետք է առաջադեմ Եվրոպային ծնկի բերի։ Ուզում եմ հասկանամ, դու լինելով հայ, ինչի ես դու ուզում հետամնաց ուժեղը ծնկի բերի բանին, առաջադեմին։ Ու հետո էլ վիրավորվում ես, որ պարզվում է, որ Եվրոպան այդքան էլ թույլ չի, քան իր մասին կարծում էինք։ Այսօր համախմբվում է, այսօր քայլեր է անում, անվտանգության խնդիրներ է լուծում։ Վաղը մյուսօրը դա մեզ էլ է պետք գալու։ Վաղը մյուսօրը մենք էլ իմանալու ենք, որ այդ գործընկերությամբ Եվրոպայի հետ լուծելու ենք նաև մեր անվտանգության հարցը։ Բայց ենք ասում ժողովուրդ ջան, դուք ինչ եք բացատրում։ Ես կարող եմ բացատրել, ես կարող եմ ասել ժողովուրդ ջան, ես ընտրում եմ առաջավորը, արժեքավորը։ Ես ընտրում եմ դա։ Ինչպես դրան կհասնենք։ Տանջվենք, չարչարվենք, հասնենք։ Կյանքի գնով փորձենք հասնենք, որովհետև ձգտում ենք առաջ։ Ես ուզում եմ իմանամ, դուք ինչին եք ձգտում։ Այսինքն ինչ եք բացատրում, երեխա ջան, բալիկ ջան, քո ապագայի համար ես քեզ առաջարկում եմ, որ քեզ կտակում եմ մարազմատիկ Պուտին։ Քո երեխան Երևանում ծնված, Հայաստանում ծնված, ինչ ես նրան Պուտին կտակում։ Ու սա սովորական բան է, ժողովուրդ ջան։ Այդ երեխան, որ մեծացավ, որ հասկացավ, որ դու ինչ ես իրան ասել։ Բայց ինչ է ասելու։ Ծնող ջան, որ ուղեղ չունեիր, ինչ է ինձ սխալ ինֆորմացիա ասում։ Չի ասելու։ Հետո ասում են, այս երեխեքը մեծերին չեն լսում։ Այդտենց մեծին լսի ինչ անի։ Հիմա այսօր, որ հիմա այդ քաղաքականությունը վարում են, հիմա էլ քուչեկն են ընկել, Հայաստանի դարդով վերվում խորովում են ռուսամետ ուժերը։ Ուզում են ցույց տանելի մենք ենք ժողովրդի կողքին կանգնած։ Դուք ձեր ապագա պատկերացումը Ռուսաստանի հետ չէ՞։ Դուք չեք տեսնում Ռուսաստանից ինչեր են, ինչ վայրասուն է բարձրացած, թե ինչի եք սկսեցիք այս պատերազմը։ Չեք լսում դուք ձեր հայրենակիցներին։ Բայց դուք Ռուսաստանի քաղաքացի եք, դուք Ռուսաստանի անձնագիր ունեք, ես չունեմ։ Բայց նրանք էլ են ձեր քաղաքացին էլի։ Անհանգիստ չեք ձեր քաղաքացիների ճակատագրի համար։ Բայց ինչի ծպտունները դուրս չի գալի։ Մի օր իրական վիճակն ասեք։ Քննադատեք արևմուտքին ինչ ուզում ասեք, Ռուսաստանի իրական վիճակն ասեք։ Ինչ չեք մեկը մի օր ծպտուն հանում։ Բայց այս ձեռնտու չի։ Հայ ժողովրդին պիտի խաբեք ձեր անձնական շահի համար։ Մեկը վաղը մյուս օրը որ Հայաստանը վիճակը վատ եղավ, Ռուսաստանը վատ եղավ, դուք արտասահմանում ձեր փողերն էլ ունեք, ձեր հողերն էլ ունեք, ձեր ամեն ինչն էլ ունեք, վերեք գնալու եք այնտեղ։ Քննադատելով այդ երկիրը գնալու եք այնտեղ։ Հո դուք Հայաստանի ժողովրդի դարդում չեք կամել Ռուսաստանի ժողովրդի։ Այդ դրա համար էլ ուզում եք, որ իմ նման մարդու ձայնը չլսվի։ Դե ինչ, այսօր այսքանը, եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը, բաժանորդագրվեք Էդվարդ Անտինյան YouTube-յան ալիքին, սեղմեք զանգակ կոճակը, գրեք մեկնաբանություններ, գրեք հարցեր, դիտեք եւ դատեք ինքներդ։ Շնորհակալություն։